Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աջակցի հայտնի իրադարձություններից հետո ձեր 3 տեղականներ անմիջապես ազատվեցին աշխատանքից։ Արդյոք միայն 3-ն էին մեղավոր այդ ամենում, որովհետև եթե ձեր տեղականներ 3 առնվազն աշխատանքից ազատվեն, նշանակում է ձեր մեղքի բաժիններ կար։ Ինչու ձեզ որևէ ձևով այդ օրերին կամ հրաժարականի պահանջ չներկայացվեց, կամ դուք հրաժարական չտվեցիք։ Ինչու դա տեղի չունեցավ։ Նախ իմ տեղականների մասին չի խոսքը։ Ոստիկանությունը ունի իր կառուցվածքը, ոստիկանապետ գոյություն ունի եւ ոստիկանապետի տեղակալներ գոյություն ունի եւ 3 տեղակալների փոփոխությունը նորից եմ ուզում շեշտել, ընդհանուր առմամբ համակարգ նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ է եւ եթե դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հանցագործություն տեղի ունենալու պայմաններում պիտի մենք գտնենք որևէ մեղավորի եւ իրեն անմիջապես ազատ արձակենք ծառայությունից, համակարգում դուք եթե թույլ տաք, շարունակենք, գուցե գտնենք ձեր հարցի պատասխանը եւ էլ կարիք չլինի միջամտելու։ Եթե մենք մտածենք, որ յուրաքանչյուր հանցագործության դեպքով որևէ ծառայող պիտի ազատվի համակարգից, դա ոչ տրամաբանական մոտեցում է, չէ՞, գտնի մի պետություն, որտեղ որ ինչ որ հանցագործության դեպքով կոնկրետ ամեն հանցագործության դեպքում մարդ ազատվի համակարգից։ Մարդ ազատվի համակարգից։ Այս կադրերում այդ եք ասում, դա պատահական զուգադիպություն է։ Ես ձեր գործընկերոջը հարգում եմ, ես վստահ եմ ինչ էլեմենտներ եք բարձրաձայնելու, կպատասխանեմ այդ բոլոր հարցերին, կարիք չկա միջամտության։ Այս դեպքում ես գտել եմ, որ 3 փոխոստիկանապետերի ուղղությունների սպասարկման համար նկատի ունեմ քրեական ոստիկանություն, նկատի ունեմ բարեկային ծառայություն, նկատի ունեմ համայնքային ոստիկանություն, կարիք կա նոր թարմ էներգիա ներգրավելու, որպեսզի վերադասավորենք նաև մեր մոտեցումները եւ մեր ծառայության կազմակերպման եղանակները։ Սա է պատճառը եղել, որ 3 փոխոստիկանապետերի փոփոխություն ենք ունեցել եւ նույն տրամաբանությունն է եղել, երբ որ ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել վարչապետի կոնկրետ որոշման շրջանակներում նույն տրամաբանությունը, երբ որ ես խոսեցի բարեկային ծառայության Երևանի գնդի պետի հրամանատարի փոփոխության մասին եւ այսպես շարունակ, այսինքն ամեն դեպքը, որ սկսենք նկարագրել, որ սա որևէ ինչ որ կոնկրետ արարքի արդյունք է, դա մեզ լավ տեղ տանող մոտեցում չի լինի, որովհետեւ այո, կան դեպքեր, որոնք որ կարող են, այսպես ասեմ, վերջին կտորը լինել այդ որոշմանը գալու, նմանատիպ իրավիճակներ կարող են լինել։ Այլ բարձաբան ասում են դուք արեմուտքի կներես։ Դուք արեմուտքի հովանավորությունն եք վայելում եւ Փաշինյանը չի անձեռնխելի եք, այսպես ասած, Փաշինյանը ռիսկ չի անում հակառակվել արեմուտքի։ Երկու բան, փաստեմ, ինձ թվում է լրիվ հարցերը կփակվեն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արփինե Սարգսյանի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների դեպքում է եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության վարչապետը որևէ կաշկանդվածություն չունի, որևէ պահին որոշումներ կայացնելու եւ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը եւս ցանկացած ժամանակահատվածում հավերժ չէ եւ եթե Հանրապետության վարչապետը նմանատիպ մոտեցում ունենա, վստահ եմ, որ որոշումը արևմուտքին կասեք, ինչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ նաեւ վերջերս Բարձրաստան պաշտոնյայի հետ էի Վերջերս 2 բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Կոսը եւ հանձնակատար Բրուները, շատ դրական քննարկումներ են ունեցել, որովհետեւ 2 հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող պատշաճ կերպով գերազանց կատարել է իր արժեվ դրված խնդիրը եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը, ընդ որում շատ միջոցառումներ, որոնք ակնկալ էինք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեր, այսօր մենք նույնիսկ կատարել ենք այդ միջոցառումները եւ գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Շատ իրատեսական է, որովհետեւ սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին եւ այնպես չի, որ
գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել, այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Եվ գնեք մի վերջին հարցը ես տամ ու վերջին Սարգսյան տեղեկություններ կան, որ միգրանտների են Եվրոպայից ուղարկում Հայաստան, օրինակ երկու ինքնաթիռ ասում են եկել է Գերմանիայից, հետո ԱՄՆ-ից են ասում են եկել ինքնաթիռ, դուք տեղեկություններ ունեք։ Միգրանտների մասով անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում կարող է Եվրոպական միության տարածքում լինեն անձինք, որոնք որ ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք նույնիսկ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագիր, թե Եվրոպական միության հետ ընդհանուր առմամբ եւ թե նաեւ անդամ պետությունների, եւ եթե լսենք օրինակ, որ անօրինական որևէ միգրանտ վերադարձվել է Հայաստանի Հանրապետության, այդտեղ ոչ մի արտահայտություն եկել է, թե չէ։ Առանձին տվյալներ այս պայծրությամբ չունեմ, որ ինչ որ մեծ խմբերի հետ կապված տվյալներ կան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ստանդարտ process կա, կարող են մի քանի հոգի օրինակ